Հունվարի 15-ը եկեղեցական օրացույցում տոնական է, նշվում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Ամեն տարի այդ օրը Ղազարյանների ընտանիքը գալիս է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Այդ օրն է ծնվել 4-ամյա Հովհաննեսը, փոքրիկին Սրբի անունն են տվել, եւ նրա ծննդյան տոնակատարությունը սկսվում է հենց եկեղեցուց։ Մենք ավանդական հայկական ընտանիք ենք, ծագումով մշեցի հին, այսօր դառնում է 4 տարեկանին բալիկը, դրա համար որպեսզի մեր Սուրբ Հովհաննեսը մենակ չմնա, անունով մենակ չմնա, թող բոլորը, սաղ բոլորը, Աստված բոլորին պահապան լինի։ Տոնական պատարագի ժամանակ Տեր Տիրայրավակ Քահանա Սահրադյանը դիմելով ներկաներին նշեց, որ նախակարապետ Մարգարեն Սուրբ Հովհաննես Մկրտիչը մարդկանց սովորեցրեց աղոթել ու ապաշխարել։ Առողջ մարմնում առողջ հոգի կարող է լինել զղջումով ու աղոթքով։ Թող Բարձրյալն Աստված իր օրհնությունն ու սերը բերի ձեզ, խաղաղությունն Աստվածային, որպեսզի խաղաղված սիրով արգլեցում կարողանան խնդրել Սուրբ Հովհաննեսի բարեխոսությունը մեր սփրկության, մեր հոգիների, մեր ժողովրդի համար։ Շնորհավորում ենք բոլոր Հովհաննեսների տոնը։ Այսօր նրանց տոնն է, անվանակոչության օրը։ Սուրբ Հովհաննես եկեղեցին լեցուն էր, մարդիկ մասնակցեցին պատարագի, լսեցին Տեր Տիրայրի քարոզը, հաղորդություն ստացան։ Աղոթում եմ հայ ժողովրդի համար, հայ ժողովուրդը բարիանան, սերը շատանա, բարիությունը շատանա, մեր երկիրը բարգավաճի եւ հոգեվոր խաղաղությունը շատ լինի հայոց աշխարհում։ Մեր հավատքը դա մեր միասնությունն է, որը որ մեզ կործանումից կարող է փրկել։ Սուրբ Հովհաննես Մկրտիչը ըստ քրիստոնեական մատենագրության վերջին մարգարեն է, որ ավետել է Մեսիայի Հիսուս Քրիստոսի գալուստը, Հորդանանում մկրտել Տիրոջը, եւ առաքյալներից առաջինն է, որ քարոզել եւ իրագործել է Քրիստոսի վարդապետությունը։ Դրա համար էլ նրան անվանել են նաեւ Կարապետ, առաջնեկ։ Ըստ ավանդության Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել Սուրբ Հովհաննեսի մասունքներից եւ ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր եւ հետագայում կառուցվում է նշանավոր Սուրբ Կարապետ վանքը, որն այժմ էլ բազմաթիվ հավատացյալների է իր շուրջ հավաքում։ Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոսն է եւ յուրաքանչյուր ոք իր աղոթքներով դիմելով նրան, Սրբի բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությանը։